Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Նրանք, ովքեր ինձ հետևում են, դուք գիտեք, որ ես բիզնես աշխարհում եմ, հիմնականում ֆինանսական ինդուստրիայի մեջ արդեն 23 տարի։ Եվ այս տարիների ընթացքում ես արել եմ տարբեր վիդեոներ, եւ այս վերջերս շատերն են ինձ դիմում, թե ինչպես սկսեն բիզնես, կամ եթե մի բիզնեսի մեջ են, ինչպես հաջողվեն, կամ փորձել են բիզնես եւ ձախողվել են։ Այս թեմայի շուրջ եմ այսօր ուզում զրուցել։ Գիտեք, բիզնես աշխարհը դա լրիվ տարբեր մի աշխարհ է համեմատած, երբ որ դու աշխատում ես ուրիշի համար։ Եվ ուզում եմ այսօր խոսալ այն կարևոր կետերի մասին, թե ինչ պետք է մարդ նախնապես հասկանա, ընդունի եւ պատրաստ լինի հաջողվել, եթե որոշել է հաջողվել բիզնես աշխարհում, ինչեր կան, որ նա պետք է ի սկզբանե պատրաստվի եւ ընդունի այն կետերը, այն ֆակտերը, որ բիզնես մտնելու համար սրանք պարտադիր են։ Եվ ուզում եմ ձեզ մի փոքր օգտակար լինել։ Եթե հարցեր կունենաք, կարող եք ինձ գրել, զանգահարել, եւ եթե կցանկանաք ավելի մանրամասն իմանաք, թե ես ինչու եմ ընտրել ֆինանսական ինդուստրիա բիզնեսը, ինշուրանսը եւ real estate-ը, կարող եք ինձ հետ հանդիպել եւ ես մեծ սիրով ցույց կտամ, ինչու դուք կարող եք լինել միգուցե այս բիզնեսի մեջ։ Բայց այսօրվա իմ թեման ընդհանուր բիզնես կոնցեպտն է, յուրաքանչյուր անհատ որևէ տարիքում, եթե որոշել է բիզնես անել, որևէ ինդուստրիայում այս ֆակտերը, այս կարևոր փոյնտերը, որ ձեր հետ կփորձեմ կիսվել, օգտագործելու դեպքում միայն օգտակար կլինի եւ կօգնի, որ դուք հաջողվեք բիզնես աշխարհում։ Նախ առաջինը, ես անգլերեն կգրեմ, հայերեն կխոսամ։ Պետք է իմանաս ինչ ես ուզում։ Okay, so ինչ նկատի ունեմ սրանի, այս ուղղությամբ։ Մարդիկ կան, որ ես ինտերվյու եմ արել, որ բիզնես աշխարհում են եւ նրանք սիրում են օրինակի համար ավտոմեքենաներ, բայց նրանք մտել են օրինակ real estate-ի մեջ։ Օրինակ, կամ մարդիկ կան սիրում են ուտելիքի բիզնեսը, ռեստորան, բայց իրանք մտել են transportation բիզնեսի մեջ։ Եվ դա ամենասխալ պատճառներից մեկն է, որ մարդը ժամանակ անց հետո, որոշ ժամանակ հետո սկսում է ձախողություններ ունենալ իր բիզնեսում։ Ինչու՞, որովհետև երբ որ դու չես ընտրում այնպիսի բիզնես, որ դրա հանդեպ սեր ունես, սիրում ես այդ գործը, թեկուս եւ գումար սարքես այն բիզնեսի մեջ, որը չես սիրում, ի վերջո որոշ ժամանակ հետո դու սկսելու ես հոգնել, քեզ հետաքրքիր չի լինելու եւ եթե հետաքրքրությունը կորում է բիզնեսի մեջ, դա ազդում է եկամուտի վրա եւ բիզնեսը սկսում է քիչ-քիչ դանդաղել, քչանել եւ ի վերջո մարդը կամ բիզնեսը փակում է կամ հելնում է այդ գործից եւ ասում է բիզնեսը չաշխատեց։ Ոչ, առաջի բանը իմացիր դու ինչ ես սիրում։ Այսպեսի մի հատ հարց տամ։ Եթե գումարը խնդիր չլիներ, ինչ գումար ուզեր, մեկը քեզ ապահովում էր, ինչ կանեիր ամբողջ օրը։ Այդ հարցին եթե կարողանաս պատասխանել, դա նշանակում է դրա հանդեպ դու սեր ունես եւ նոր դրանից հետո ընտրիր ինդուստրիան, ինչ ինդուստրիա ես ուզում։ Okay։ Երբ որ դա իմացար, արդեն ըստ դրա ինդուստրիայի տարբեր ճյուղեր կա։ Օրինակ վերցնենք ինշուրանս բիզնեսի մեջ, չէ՞, քանի որ ես դրա մեջ եմ, կամ real estate բիզնեսի մեջ։ Insurance-ի մեջ կա life insurance, կա health insurance, կա car insurance, չէ՞, տարբեր տեսակներ կա։ Դու կարող ես ընտրել դրա տեսակները insurance industry-ի մեջ ինչ ճյուղն ես ընտրում։ Կամ real estate-ի մեջ կա, որ մեկը investor-ա դառնում, մեկը wholesaler-ա դառնում, մեկը agent-ա դառնում, մեկը մենակ specialized-ա լինում short seller-ի մեջ, ճիշտ է։ So որևէ ինդուստրիա երբ որ ընտրում ես, մյուս կարևոր հարցը պիտի ընտրես, թե որ ճյուղն ես դրա ուզում զարգացնել։ Ես խորհուրդ կտամ, որ 1 կամ 2 ճյուղի վրա ֆոկուս անես, որ ավելի մասնագիտորեն ավելի հմտանաս դրա մեջ։ Նոր դրանից հետո գալիս է system։ Պետք է ունենաս system։ Ես այնքան անգամներ եմ հանդիպել անհատների հետ, որ նրանք սկսել են բիզնեսը, բայց սիստեմ չունեն։
Ինչ նկատի ունեմ սիստեմը, սկսած վեբսայթ ունենալուց, սկսած social media page-երը ունենալուց, սկսած ֆորմեր ունենալուց, սկսած marketing strategy ունենալուց, սկսած ճիշտ մարդկանց ընդունել գործի մեջ, teamwork, որտեվ բիզնեսը ունի front end, սկիզբը եւ ունի back end։ Ես հանդիպել եմ անհատների, որոնք front end-ում շատ լավ են, բայց back end-ում են վատ, կամ back end-ում շատ լավ են, front end-ում են վատ։ Օրինակ, մեկը բացել է ռեստորան։ Ինքը շատ լավ է, խոսում է մարդկանց հետ, կարողանում է իվենտներ անել, թրաֆիկ բերել, չէ՞, մարդիկ կան տարբեր առիթներ ստեղծի, որ լուրը տարածվի, շատ լավ է դա, բայց ներսի սիստեմը լավ չի աշխատում, որտեղ սերվիսն է վատ, customer service-ն է վատ, ուտելիքն է վատ եւ ներսի թիմը իրար հետ leadership չկա եւ չեն կարողանում իրար հետ ճիշտ աշխատեն, մենեջերը աշխատողների հետ լավ չի, աշխատողները իրար հետ լավ չեն, այսինքն այդտեղ leadership-ի problem կա եւ back-end-ը թույլ է եւ ի վերջո back-end-ը եթե թույլ եղավ, դա ազդում է front-end-ի վրա, որտեղ մարդիկ սկսում են բողոքել, ասում են շատ լավ սկսել են, կազմակերպում, բայց ներսը էսի էր problem եւ նորից ազդում է բիզնեսի վրա։ Եվ հակառակը մարդ կա back-end-ում սաղ սիրուն organized արել, բայց front-end-ում marketing չի անում եւ traffic չի գալի։ So շատ կարեւոր է նաեւ հասկանալ, եթե բիզնես ես սկսում, պիտի քո սիստեմը միշտ կատարելագործես։ Իմ բիզնեսի մեջ ես նույնն եմ անում, ես միշտ նայում եմ, արդյոք իմ մարքեթինգը միշտ պահպանում եմ։ Երկրորդը, երբ որ client-ը գալիս է, արդյոք ես լավ սերվիս եմ տալի իմ թիմի հետ, իմ agent-ների հետ եւ իմ assistant-ը ճիշտ գործ է անում։ Եվ back-end-ում, արդյոք ես թղթաբանությունը ունեմ սիստեմ, որ կարողանա client-ներին follow-up անել, այդ ամեն ինչը ամեն բիզնեսի մեջ դու պիտի քիչ-քիչ ուժեղացնես, որ քո բիզնեսը դառնա շատ հզոր եւ այս ցիրկուլացիան անընդհատ աշխատի եւ ավելի գնալով մեծանա։ Դա երկրորդ կարևոր բանն է, սիստեմը։ Երրորդ բանը, մենք պետք է հասկանանք mindset եւ timing։ Այսինքն, ինչ նկատի ունեմ mindset ասելով։ Mindset նկատի ունեմ։ Եթե դու ամբողջ կյանք աշխատել ես ուրիշի համար եւ ուզում ես մտնես բիզնես աշխարհ, դրանք լրիվ տարբեր մտածելակերպ են։ Ուրիշի համար աշխատելում հիմնականում դու աշխատում ես երկուշաբթիից ուրբաթ, օրինակ ժամը առավոտյան 9-ից մինչև 5-ը։ 5-ին հելար գործից էլ ուղեղդ հանգիստ գնում ես քո ընտանիքի հետ եւ գիտես վիկենդները ազատ ես, քո ուղեղը հանգիստ է։ Բիզնեսում այդպես չէ։ Քո բիզնես աշխարհում այն մարդիկ, ովքեր բիզնես աշխարհ են մտել եւ հաջողվել, պետք է հասկանան, որ բիզնեսը կարող է որոշ ժամանակ 24 ժամ, օրը 7 օր քո ուղեղը մտածի բիզնեսի մասին։ Դու schedule-ը քո կարա տարբեր լինի։ Մի օր առավոտ 6-ին հելնես, մի օր 7-ին, մի օր 8-ին իրիկոյան վերջացնես, մի օր 11-ին։ Եթե պատրաստ չես այդ pressure-ին դիմանաս կամ հարմարվես, բիզնեսը չի աշխատելու։ Դրա համար բիզնեսը ունի իր լավ կողմերը եւ ուրիշի համար ունի աշխատել իր լավ կողմերը։ Երբ որ ուրիշի համար ես աշխատում, այո, միգուցե հոգեպես այդ pressure-ը չունես, բայց դու ունես ուրիշ մի pressure։ Մենք բոլորս պետք է համաձայնվենք, որ կյանքը գնալով միշտ հանկանում է, եւ երբ որ դու ուրիշի համար ես աշխատում, ինչ pressure է առաջանում, քո եկամուտը ավելի դանդաղ է աճում, քան թե կյանքի ծախսերը։ Եվ ի վերջո դու հասնում ես մի տեղ, որ տեսնում ես քո աշխատանքի եկամուտը էլ չի հասցնում քո ծախսերը փակել, եւ դու արդեն financial pressure-ի դիպրեսիայի մեջ կարան ընկնել։ Ես իմ բիզնեսը, որ ֆինանսի մեջ ամբողջ օրը մարդկանց հետ այդ զրույցներն ենք ունենում, որտեղ իմ գործը հենց այդ է, նայել մարդկանց ֆինանսները եւ ուղղություն տալ, ինչ անեն, ինչ չանեն, որ հաջողվեն ֆինանսների մեջ։ Եվ 80% մարդիկ, ովքեր ունեն job, նրանք մի ուրիշ տեսակի depression ունեն։ Եվ եթե ուզում ես դրանից դուրս գաս, լուծումը այս է. բիզնես կամ sales-ի մեջ մտնես, որովհետև բիզնես աշխարհը ունի ուրիշ pressure, որ արդեն ասեցի,
ժամանակի առումով 24 ժամ կարող քո միտքը աշխատի, բայց նաև քեզ հնարավորություն է տալի, որ քո եկամուտը unlimited է, կարող է եթե սարքում ես 5000, 10 սարքես, 15, 20, 25, 50 լիմիտ չունի։ Եվ եթե քո եկամուտը կարողացար բիզնես աշխարհում բարձրացնել եւ խելացի լինել քո ծախսերի հետ եւ ինվեստմենտներ անել, արդեն դու կսկսես քո կյանքը ավելի pressure-ը իջացնել։ Այսինքն սկզբից շատ ժամ ես դնելու, եկամուտդ բարձրացավ, ինվեստմենտները շատացավ, արդեն կարաս maybe weekend-ները ավելի հանգիստ լինես, հետո արդեն ավելի շուտ գաս տուն։ Ես որ նոր էի սկսել իմ բիզնեսը, ես առավոտ 6-7-ից աշխատում եմ մինչև գիշերը 10-11-ը, բայց վերջի տարիները շատ անգամ ես 6-ին 7-ին արդեն տունն եմ, շատ անգամ օրեր է լինում, որ տնից եմ աշխատում, բայց դա սկզբից դժվար է անելը, որտեղ բիզնեսը ժամանակ է պահանջում, որ դու կարողանաս հասնես այդ situation-ին։ Եվ ինչ նկատի ունեմ թայմինգի հետ վերաբերյալ։ Մարդիկ գալիս են բիզնես աշխարհ մտածելով, որ այսենց հաջողվելու են։ Ոչ, 2 տարի մինիմում 2 year 2 տարի քեզանից պահանջվում է, որ դու ժամանակ դնես։ Եվ դա նկատի չունեմ, որ 2 տարին այսօր սկսել ես, 2 տարի սպասենք, բիզնեսը աշխատելու է։ Ոչ, այդ 2 տարին այդ ծանր schedule-ը դու պիտի այդ քրտնաջան աշխատանքը սկզբից դնես։ 2 տարի հետո է, որ արդեն սկսում է բիզնեսը շնչել։ Եթե առաջի 2 տարին 80%-ը դու գնում ես դուրս, որ հաճախորդներ կամ կլայենտներ չբերեիր, 2 տարի հետո situation-ը փոխվում է։ 80% կլայենտները իրանք են գալի քեզ եւ 20% ժամանակն է, որ դու նոր փորձում ես նորից նոր կլայենտներ բերել։ Բայց այդ 2 տարին շատ կարեւոր է։ Ես ստատիստիկայով 80% մարդիկ, ով որ բիզնես աշխարհ է մտնում, առաջի 2 տարին հանձնվում են։ Եթե հասկանաք այս ամբողջ կոնցեպտը, կկարողանաք ձեր բիզնեսը ճիշտ կառուցել։ Եվ վերջի բանը, որ ասեմ, ինչն է գաղտնիքը, որը էլի mindset մտածելակերպի հետ է կախված, քո բիզնեսը ճիշտ զարգացնել եւ աճելու։ Օրինակի համար դու ռեստորան բիզնեսի մեջ ես, ճիշտ է, օրինակ ենք վերցնում, կամ hair salon ունես, կամ car wash ունես, որևէ բիզնես։ Դու պետք է strategic մտածես։ Հարց ես տալի, ես ռեստորան բիզնեսի մեջ եմ, ովքեր կարող են ինձ դառնալ կլայենտներ, ովքեր կարող են լինել իմ հաճախորդները, ովքեր կարող են իմ հետ աշխատել։ Եվ դու մտածում ես, ասում ես, օքեյ, շատ լավ, տարբեր օֆիսներ, որոնք մեծ գրուպներ ունեն, օրինակ, գնում ես առաջարկում ես, գիտես, եթե event ունենաք, կարող եք իմ ռեստորանում անել։ Կամ օրինակի համար աշխատում ես մյուս վենդերների հետ, ովքեր օրինակ ռեստորանի մեջ դիզայններ են տալի, փուչիկները, չէ, տարբեր, իրանց հետ ես աշխատում եւ ասում ես իմ դիսկաունտները սենց է, եթե հաճախորդներին, քո ծանոթներին ասես, քո միջոցով գա, այսպիսի դիսկաունտներ կստանանք։ Տարբեր creative բաներ ես մտածում։ Հետո եթե ասենք թե հայտնի մարդիկ կան, երգիչներ, musicians, event-ներ է սարքում, միգուցե որոշ անգամներ ջրի ուտելիքով կամ քաֆեով հրավիրում ես, grand opening ես անում, տարբեր այդպես առիթներ ես ստեղծում, որ մոմենտումը շատանա։ Եվ իհարկե այդ ամենը անում ես եւ բերում ես քո սիստեմին ես միացնում մարքեթինգ, այդ ամբողջը հատուկ ձևի մարքեթինգ ես անում, որ entertain լինեն մարդիկ եւ տեսնեն, օ, այս ռեստորանը ուր գնում ենք, սրա մասին են խոսում, հետաքրքիր իվենտներ ունեն եւ ինչա ստացվում։ Դու չես բացել քո բիզնեսը եւ մենակ սպասում ես մարդիկ գան։ Այդպես չի աշխատում։ Ինչպես նշեցի, առաջի 2 տարին դու պետք է գնաս եւ հայթայթես քո հաճախորդները եւ 2 տարի հետո արդեն database կունենաս, որ եթե չգնաս նոր հաճախորդ ճարես, արդեն քո եղած հաճախորդները մեկը մյուսին ասելով քեզ քո բիզնեսը կգա։ Եվ այդ դեպքում, երբ որ քո սիստեմը միշտ ճիշտ բայես, back-end-ը եւ front-end-ը ճիշտ աշխատացնես, քո բիզնեսը տարեց տարի կսկսի աճել։ Եվ վերջում, ինչ հաջողության էլ որ հասնես, երբեք մի հպարտացիր։ Միշտ եղիր խոնարհ եւ մի մտածիր, որ դու ուրիշից լավն ես։ Որովհետեւ ամենավերջի խոսքը կասեմ, որը գրված է Աստվածաշնչում, Աստված խոնարհներին բարձրացնում է։ Եթե ուզում ես քո կյանքում, թե անձնական, թե բիզնեսում միշտ վերհելնես, բարձրանաս, միշտ եղիր խոնարհ։
Հուսամ այս վիդեոն ձեզ օգտակար կլիներ, հետևեք իմեջին, սա Մայիս Կարիբյանն է, եւ նրանք, ովքեր կուզենան insurance կամ real estate-ի մեջ լինեն, գրեք ինձ եւ ես ձեզ հետ կհանդիպեմ appointment եւ կբացատրեմ ինչու այս բիզնեսը ամենալավ բիզնեսներից մեկն է եւ ինչու 23 տարի ես անում եմ այս բիզնեսը այսքան երկար տարիներ սիրելով եւ Փառք Աստծո որոշ հաջողություններ ունենալով։ Մնացեք լավ, կհանդիպենք մյուս անգամ։ Ստեսություն։